Ինչու են լռում ամերիկամետները կամ եվրոպամետները, երբ որ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահին, շնորհավորելով իսլամական տոնի կապակցությամբ, Թրամփը բարձր է գնահատել Ադրբեջանի եւ Ամերիկայի միջև հարաբերությունները, Թրամփը բարձր է գնահատել Ադրբեջանի ղեկավարության եւ Իսրայելի միջև հարաբերությունները, որոնք վստահություն են հաղորդում Ամերիկայի եւ Ադրբեջանի հարաբերություններին, Թրամփը ստակեցրել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության անխախտելիությունը, դրա կարևորությունը եւ այլն եւ այլն եւ այլն։ Թրամփի նամակը Ալիևին, իհարկե, Ադրբեջան տարածքային ամբողջականություն ճանաչել է նույնիսկ Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղով եւ այլն եւ այլն։ Այստեղ Թրամփին ասելու բան չկա, դե եթե մենք ճանաչել ենք, Թրամփը ով է որ չճանաչի։ Եվ այս խոսքերի նույնիսկ հակառակը կարելի ասել, եթե իրանք են ճանաչել, մենք ով ենք որ չճանաչենք, Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի միջև չի կարող լինել այնպիսի փայլուն հարաբերություններ, ինչը որ մենք սպասում ենք։ Նախ Հայաստանը դիտարկվում է կամ ռուսամետ պետություն, կամ իրանամետ պետություն։ Երկու դեպքում էլ Հայաստանը Ամերիկայի աչքի լույսը չի կարող լինել։ Միայն Սփյուռքում ապրող, այսինքն Ամերիկայում ապրող մեր հայրենակիցների շնորհիվ է, որ Ամերիկան որոշակի ուշադրություն է դարձնում մեր վրա։ Մենք Եվրոպայի դաշնակիցը չենք, մենք դաշնակիցն ենք Ֆրանսիայի, սա նաև պետք է արձանագրել, եւ մենք կարելի ասել հենց Մակրոնի դաշնակիցն ենք։ Այդ որ Ալիևին ճոխ-ճոխ շնորհավորանքներ են հղում, այդ լավ երկրների, լավ ղեկավարները ճակերտների մեջ ասած, ինչի չեն ասում 120,000 տեղաբնակ հայերի, ինչի հանեցիր դուրս շպրտեցիր ռուսների հետ միասին։ Մինչև նախագահ դառնալը Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ 120,000 քրիստոնյաների իրանց տներից հանեցին, Ջո Բայդենը ոչ մի բան չարեց, քրիստոնյաների իրավունքները աշխարհում ոտնահարված են եւ դա Ջո Բայդենի մեղքն է, ինքը եկավ նստեց, ինչ քրիստոնյաներ, ինչ 120,000 հայեր, շնորհավոր Ալիևի տոնը։ Եվ այս սրիկան Ալիևը ռուսների վրա ոտքեր է սրբում, պատասխան չի տալիս, ռուսները թքածում են Ալիևի կողմից այդ գործողությունների վրա, թե հակառուսական ինքը ինչ կանի չի անի, ռուսներին դա այս պահին հետաքրքիր չի։ Ինչ ուզում անում է ռուսների դեմ։ Ռուսների դեմ ինչ ուզում անում է, Թուրքիայի դեմ ինչ ուզում անում է, եւ Թուրքիայի դեմը այն է, որ ինքը լինելով Թուրքիայի հովանու ներքո աճող պետություն, փայլուն հարաբերություններ ունի Իսրայելի հետ, ռազմավարական նշանակություն ունեցող հարաբերություններ, որոնք նպաստում են Ադրբեջանի եւ Ամերիկայի միջև հարաբերություններին։ Եվ մենք չգիտենք ինչ անենք։ Դե բնականաբար նավթ չունենք, փող չունենք եւ այլն, մի բան էլ մենք ենք։ Հայաստանն է մուրացկանի կարգավիճակով երկար տարիներ շարունակ Սփյուռքից եւ տարբեր այլ աղբյուրներից սնվել։ Իսկ Ադրբեջանը բոլորին սնում է նավթով եւ գումարներով։ Ադրբեջանը տնտեսապես ավելի լավ վիճակում է, որ նույնիսկ կարողանում է Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ սպառնալիքով խոսել։ Եվ բնականաբար Թրամփը կարևորության դերը տալու է Ադրբեջանին, ոչ թե Հայաստանին։ Մենք պետք է մտածենք, թե ինչ անենք, որ մենք էլ լինենք կարևոր պետություն, չունենք գազ ու նավթ, հո կրակը չենք ընկել։ Այդ նշանակում է, որ Ռուսաստանից, Ամերիկայից, Եվրոպայի որոշ երկրներից պետք է միշտ մատ թափ տան Հայաստանի ժողովրդի վրա։ Հայաստանի Հանրապետությանը պետք է 2026 թվականին այնպիսի կառավարություն, որ կարողանա իսկապես բալանսավորել կամ գոնե մոտեցնել բալանսին, որ Հայաստանի եւ Ադրբեջանին այդքան բարձրից ու ցածրից չնայեն։ Բայց եթե հույս են փայփայում, որ այն ռուսամետ ուժերը, որոնք թալանչիների կողմնակիցներն են, իրանք կամ հենց թալանչիները, իրանք կկարողանան վերարտադրվել 26 թվականին, դա բացառված է։ Այդ ժամանակ Հայաստանի Հանրապետություն ուղղակի գոյություն չի կարող ունենալ, որովհետև այդ մարդիկ պատրաստ են այս երկիրը հանձնել Ռուսաստանի Դաշնությանը։ Եվ այսպես ուշադրություն, Հայաստանի Հանրապետության վերջին հայտարարությունները միգուցե ազդեցին Հայաստանի եւ Ամերիկայի հարաբերությունների վրա, եւ Ադրբեջանը ստացավ իր ռազմական ավիացիայում ամերիկյան ներդրումներ։ Սա չենք ասում, որ այդպես է եղել, բայց դրանք ենթադրություններ են, որովհետև շատ երկրներ հենց հետևում են, թե դու ինչ արտաքին քաղաքականություն ես վարում, մենք ասացինք, որ եղբայր, մենք Իրանի դեմ հարձակում ոչ կարող ենք գործել, դա բնականաբար ասելու բան էլ չի, որտեղ ոնց կարանք մենք Իրանի դեմ հարձակում գործենք,
որևէ պետության դրդմամբ եւ հետո որևէ ուրիշ գործողություն, որը Իրանի դեմ ուղղված կլինի, մենք դրա մեջ էլ չենք մտնելու։ Մենք Իրանի հետ ունենք եղբայրական հարաբերություններ եւ դա անխախտելի է։ Ով ուզում է լինի Հայաստանի իշխանությունը, Իրանը եղբայրական պետություն է։ Դե Ամերիկան Իրանի թշնամին է, Ադրբեջանն էլ երբեք նման հայտարարություններ Իրանի մասին չի անում եւ Ադրբեջանը թե Թուրքիայի, թե Իսրայելի դաշնակիցն է, սա շատ կարևոր է, որովհետեւ Դոնալդ Թրամփը շատ լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, փայլուն հարաբերություններ, եւ փայլուն հարաբերություններ ունի հենց Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, որը Ալիևին տալիս է շանսեր Միացյալ Նահանգներից զենք գնելու, Միացյալ Նահանգներից քաղաքական աջակցություն ստանալու։ Դոնալդ Թրամփը չէր նախագահը, որ Ալիևը 20 թվականին հարձակվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա։ Դոնալդ Թրամփն էր նախագահը։ Բա որ ինքը պատերազմ կանգնեցնող նախագահը, այդ ինչի չկանգնեցրեց այդ հակամարտությունը։ Այդ որտեղից էր Ալիևը զինվում։ Իսրայելից։ Իսրայելին որտեղից զենք։ Իսրայելը արտադրում է զենք Միացյալ Նահանգների փողերով։ Եվ այսօր մտածում են, որ կկրակեն սահմանին, կհարձակվեն Սյունիքի վրա, ադրբեջանական իշխանությունները հրաժարվում են ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Ոնց կարա մի բան համաձայնեցված լինի ու ստորագրված չլինի։ Եթե չի ստորագրվելու, ուրեմն մի բան չի համաձայնեցվել, բայց երկու երկրները, Հայաստանը եւ Ադրբեջանը, կանգնել են, ասել են, որ ամեն ինչ համաձայնեցվել է։ Ուրեմն չի համաձայնեցվել, եթե համաձայնեցվել է, ինչի չի ստորագրվել։ Ինչի է պատրաստվում Ադրբեջանը, նոր հարձակման։ Ադրբեջանում մտածում են, թե կարող են հարձակվել, հողեր գրավեն եւ ամեն ինչ այդպես լավ կլինի, կջնջենք, կանցնենք, կգնանք առաջ, այդպիսի բան չի կարող լինել։ Մի հատ թեթև հարձակում, մի հատ թեթև կրակոց։ Մենք ասել ենք, որ գնում ենք խաղաղության, բայց մենք չենք ասել, որ մեր երկիրը տալու ենք սրանց։ Ադրբեջանին էլ, Իրան նախագահին էլ սպառնում է շատ դաժան հարված։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համալրած թե հնդկական, թե ֆրանսիական զենքերով։ Տեսնենք այդ ինչ են հանելու։ Հա գիտենք, որ մեզանից ավելին ունեք, բայց դա չի նշանակում, որ դուք մեզանից ուժեղ եք։ Ունենալը ուրիշ է, դա օգտագործել կարողանալը ուրիշ է, բայց մենք նաև կարող ենք հետևյալը ասել Միացյալ Նահանգների շատ պաշտոնյաներ կան հենց Դոնալդ Թրամփի թիմում, որ հայամետ են, աշխատում են խաղաղության օգտին, իսկ Հայաստանը հենց խաղաղության կողմնակիցն է, այսինքն մեր օգտին, եւ միգուցե այս մարդկանց հետ աշխատենք, կարողանանք այնպես անենք, որ Միացյալ Նահանգների գործընկերը մենք լինենք, ոչ թե Ադրբեջանը։ Դե բնականաբար մենք չենք կարող ասենք, որ եկեք մեր գործընկեր եղեք, մենք Իրանի դեմ ձեզ կաջակցենք։ Մենք Իրանի դեմ որևէ մեկին չենք աջակցելու։ Բայց Ադրբեջանը գիտենք, որ կասի հանուն ամերիկյան զենքերի ինքը Իրանի դեմ, Թուրքիայի դեմ, ռուսների դեմ, ում դեմ ասես դուրս կգա։ Մենակ թե Միացյալ Նահանգների հովանոցը լինի իր գլխի վրա, որ ասի տես